Ընտրությունները ահագի ժամանակա եւ ուժերներ վեր գրանցված չեն, սակայն տարբեր քաղաքներում, տարբեր բնակավայրերում տեսնում են, որ քաղաքացիական պայմանների ցուցակցության պաստառները արդեն հաղթված են նախընտրական։ Արդյոք օրենքը թույլ է տալիս այսքան շուտ արդեն հաղթնել եւ կամ այլ կառույցներ, միջազգային կառույցների, օտարերկրյա կառույցների հրավեր ուղարկել են օգնական առաքելություն իրականացնելու համար եւ եթե այո, որ կառույցներ։ Հարգելի գործընկերներ, նախ քարոզչության մասին այս հարցը ես կրկնում եմ չգիտեմ քանի տարի, որովհետև այս խնդրին ես անդրադարձել եմ նաև լրագրող ժամանակ։ Քարոզարշավը երբ սկսվում է պաշտոնական քարոզարշավի շրջանը, սա ոչ թե իրավունքի շրջան է, այլ սահմանափակումների։ Այսինքն քաղաքական ուժերը մինչև քարոզարշավի մեկնարկը ազատ են քարոզչություն կատարելու։ Ինձ թվում է, որ ավելի ճիշտ լինի, որ օրինակ լրագրողները, դա այսպես չասեք, թե ոնց ասած ձեր դաշտ եմ մտնում, ես որպես նախկին գործընկեր եմ ասում, օրինակ հետաքրքիր է, ասենք 126 առնվազն այդքան ասենք կոնտակտով քաղաքական ուժեր կա, կարող է դուք ինքներդ կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովից իրենց տվյալները վերցնել։ Այդեցից պարզ օրինակ 5 տարի շարունակ ինչ են արել։ Ինչու ով է քարոզչություն ծավալել, ինչու քարոզչություն չեն ծավալել։ Հասկանաք, այստեղ մենք անընդհատ հակառակ ենք իրավիճակին մոտենում, ոչ քաղաքական ուժերը հավակնություն ունեցող մեր քաղաքական դաշտում եղած կուսակցությունները, որոնք որ չգիտեմ, թիմ ընտրություններին հավակնություն ունեն կամ արժանտրություններին հավակնություն ունեն, չէ, իրենք 4 տարի 11 ամիս ազատ են քարոզչություն ծավալելու եւ իրենց քարոզչության սահմանափակումները սկսվում են պաշտոնական քարոզչության մեկնարկի պահից։ Բոլորը ազատ են, թող ծավալեն։ Այսինքն մենք ավելի լավ քաղաքական միջավայր կունենան, եթե մեր քաղաքական ուժերը այս իմ ասած մոդելով, այսինքն իրենք ընտրություններից շատ առաջ քաղաքական գործունեություն ծավալեն, քաղաքական բանավեճներ հարուցեն, իրենց գաղափարները ներկայացնեն, իսկ արդեն պաշտոնական քարոզարշավի շրջանում իրենք ընդհանրապես պիտի այդ իրենց նախորդ տարիների ծավալած գործունեության արդյունքները քաղեն։ Եթե մենք կարողանանք այս ճանապարհով գնալու այս միջավայրը ունենանք, համոզված եղեք, որ մեր քաղաքական դաշտը մի քանի քայլ առաջ է լինելու, քան այսօր ունենք։ Միջազգային կառույցն տեսեք, կենտրոնական հրավիրող մարմինները տվյալ դեպքում նախագահ, ԱԺ-նախագահ, կառավարություն եւ կենտրոնական տրական հանձնաժողով։ Ես տեղեկություն չունեմ մեր այլ մարմինների հրավերները ուղարկվել է թե ոչ այս պահին, բայց ենթադրում եմ, որ եթե լինի, արդեն մեզ էլ ասենք հրավերը ուղարկելուց հետո մեզ ուղղակի կիրազեկեն, բայց կենտրոնական տրական հանձնաժողով մենք դեռևս որևէ կառույցի, միջազգային կառույցի հրավեր չենք ուղարկել։